Միջազգային լրատվամիջոցները կցկտուր տեղեկություններ են հրապարակում Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի մասին։ Նախ պարզվում է, որ այդպիսի ծրագիր կա։ Ըստ NBC 28 կետ է բանակցել են Թրամփը և ռուսները, Ուկրաինան ծրագրին ծանոթ չէ։ Ըստ այդմ Թրամփը Զելենսկիին օգնելու համար պայման է դնելու, ռուսներին հանձնել ամբողջ Դոնբասը, կրճատել բանակը, ըստ որոշ տեղեկությունների նաև ռուսերենը դարձնել պաշտոնական լեզու։ Ընդ որում վերջին շրջանում ռուս-ամերիկյան ամենատարբեր մակարդակի շփումներ են եղել ու ըստ ամենայնի հենց դրանց ընթացքում էլ ձևավորվել է այս ծրագիրը, որի մանրամասներին ուկրաինացիները ըստ լրատվամիջոցների դեռ տեղյակ չեն, հայտնի չէ նաև գիտեն այս մասին եվրոպացիները թե ոչ և ինչպես կընդունեն, եթե հավատանք ամերիկյան լրատվամիջոցներին, պատերազմը կդադարի, երբ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի շրջանից ամբողջությամբ և տա երաշխիքներ ռուսախոս բնակչության համար։ Խերսոնի և Զապորոժիայի հատվածներում էլ պարզապես կհաստատվի շփման գիծ։ Ռուսները շրջաններն ամբողջությամբ են համարում իրենցը, Ուկրաինան իրենը, այնպես որ լիարժեք հաշտություն միևնույնն է չի լինելու, բայց ըստ ծրագրի լինելու են անվտանգության երաշխիքներ։